Երեք թղթերը բացակայում էին։ Փաստաթուղթը, որը պետք է պարունակեր հարյուրավոր զինվորների սարքավորման պատվերի ցուցակները, հանկարծ դարձավ թեթև, իր վերջին էջերը կորցրած։ Դասիչը, որը պատկանում էր ֆինանսական զեկուցումներին, պահպանվել էր արխիվում 30 տարի, բայց երբ լրագրողները հասան այդ գործին, նրանք տեսան միայն դատարկ պլաստիկ մուրճակները։ Ովքեր էին վերցրել այդ էջերը։ Երբ։ Եվ ամենակարևորը, ինչ էր գրված այդ թղթերի վրա, որը պետք է մնար թաքնված հավիտյան։ Մենք չգիտենք, բայց գիտենք մեկ բան. այդ պակասող փաստաթղթերը պարունակում էին ճշմարտություն մի համակարգի մասին, որտեղ ոսկե պալատները կառուցվում էին զինվորական բյուջեից, մինչդեռ երիտասարդները մեկնում էին ռազմաճակատ հին զրահներով, որոնք չէին կարող պաշտպանել նույնիսկ սովորական զենքից։ Երբ հայրենիքը պատերազմում է, յուրաքանչյուր դրամ, յուրաքանչյուր զինամթերք, չուր զինամթերք, յուրաքանչյուր բրոնեժիլետ դառնում է ոչ թե թիվ հաշվետվությունում, այլ մարդու կյանք։ Բայց ինչ է տեղի ունենում, երբ այդ դրամները չեն հասնում ռազմաճակատ։ Երբ $100,000, որը նախատեսված էր անօդաչու տեխնիկայի համար, հանկարծ վերածվում է մարմարե սալերի մի ավելի շքեղ տարբերակի գեներալի նոր առանձնատան համար։ Երկրի մայրաքաղաքի բարձունքներում, մոնումենտի շրջանում աճել են պալատներ, ոսկե մուտքերով և ներմուծված իտալական սալերով, մինչդեռ ռազմաճակատի ծակերում զինվորները քնել են խոնավ կտավատներում։ Իսկ երբ մարդիկ սկսեցին հարցնել, ինչպես է հնարավոր, որ մեկ տան արժեքը հավասար է 100 հազարավոր դրոնների, պատասխանը եղավ լռություն։ Այն լռությունը, որը խոսում է ավելի բարձրաձայն, քան ցանկացած խոստովանություն։ Վագան Օքանեսյանը գիտեր այդ լռության լեզուն։ Նա ծնվել էր ընտանիքում, որը փախել էր ատանայից, մահից, ապրել էր Գյումրու ավերակներում մեծ երկրաշարժից հետո։ Տեսել էր, թե ինչպես են իշխանությունները խոստանում պատերազմից հետո և հետո անհետանում ներկայացումներից։ Երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանը վերածվեց արյունավայր տեսարանի, նա խոսեց հույսերի մահվան մասին։ Վազգեն Սարգսյանը և Կարեն Դեմիրճյանը, երկու մարդիկ, որոնք կարող էին փոխել այս երկիրը, սպանվեցին աչքերի առաջ, և նրանց հետ մեռավ հավատը, որ քաղաքականությունը կարող է լինել ազնիվ։ Օքանեսյանը, որպես դաշնակցության առաջնորդ, ականատես եղավ այն 18 ժամերին, երբ ահաբեկիչները բանակցում էին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ նա տեսավ, թե ինչպես է մի ամբողջ համակարգ խախտվում հենց այն պահին։ Բայց ինչու մենք խոսում ենք հոկտեմբերի 27-ի և զինվորական բյուջեի թաքնված էջերի մասին միաժամանակ։ Որովհետև այս երկուսը կապված են մեկ նույն թելով։ Երբ հայրենիքը թուլանում է ներսից, երբ որոշումները կայացվում են ոչ թե զինվորի պաշտպանության, այլ բարձրաստիճան պաշտոնյաների հարստության ու իշխանության համար, երկիրը դառնում է խոցելի։ Մենք այսօր պատմելու ենք պատմություն մարդու մասին, որը բանտարկվել է 3 տարով տերորիզմի մեղադրանքով, բայց որը երբեք չէ դադարել հարցնել անհարմար հարցեր։ Պատմություն մարդու մասին, որը փորձել է բարձրաձայնել այն, ինչ բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ նախընտրել են անտեսել։ Պատմություն համակարգի մասին, որտեղ մեկ գեներալի առանձնատունը կարող էր փրկել 1000 զինվորի կյանքը, եթե այդ գումարը ուղղորդվեր այնտեղ, որտեղ իսկապես անհրաժեշտ էր։ Եվ եթե այսօր դուք մտածում եք, սա ընդամենը մի հին պատմություն է, որը վերաբերում է անցյալին, ապա պատրաստ եղեք հանդիպել այն փաստերին, որոնք կփոխեն ձեր պատկերացումը երկրի պաշտպանության մասին։ Ով էր այն մարդը, պարզապատ գերազանցության կոստյումով, որը եղել է Վագան Օքանեսյանի ամենամոտ դաշնակից, բայց որը հետո վերածվել է նրա մեծագույն թշնամուն։ Արդյոք հնարավոր է, որ պատերազմի պատրաստվողությունը խոչընդոտվել է ոչ թե թշնամի երկրի կողմից, այլ ներքին հսկայական համակարգի կողմից, որը շահագրգռված էր իր սեփական գոյությունը պահպանել։ Եվ վերջապես, ուր գնացին այն միլիարդավոր դրամները, որոնք նախատեսված էին բանակի ուժեղացման համար։ Կա մի փաստաթուղթ, որը հնչում է մեռելներին ծանոթացնելու ցուցակի պես։ 5500 անուններ։ Երիտասարդներ, որոնց տարիքը տատանվում է 19-ից 35 տարեկանի միջև։ Դրանք զինվորներն են, որոնք զոհվեցին 2020 թվականի պատերազմում։ Բայց չէ, այդ փաստաթղթում պետք է լիներ նաև մի ուրիշ ցուցակ։ Այն գումարների ցանկը, որը ծախսվեց յուրաքանչյուր զինվորի հագուստի, սարքավորման, զենքի համար։ Միտք ունեք, թե որքան արժե մեկ սովորական զրահային բաճկոն։ Ասենք $250։ Բազմապատկեք այն հազարներով։ Հիմա երևակա եք, որ մեկ գեներալի պալատի արժեքը, կախված շրջանից և չափից, կարող է լինել 3-5 միլիոն $։ Դա նշանակում է, որ մեկ պալատ հավասար է 20,000 բրոնեժիլետների, կամ ասենք 50 անօդաչու, կամ 100 հաղորդակցման համակարգերի, այնպիսիների, որոնք թույլ են տալիս զինվորներին կապ պահպանել ռազմաճակատում։ Արդյոք արժի մեկ մարդու հարմարավետությունը հարյուրավոր կյանքերի։
Երբ Վագան Օքանեսյանը հանդես եկավ ազգային ժողովի ամբիոնից Դաշնակցություն խմբակցության ղեկավար, նա բարձրաձայնեց այն, ինչ շատերը գիտեին, բայց վախենում էին խոսել։ Նա խոսեց օլիգարխիկ համակարգի մասին, որը պահպանվում էր ոչ թե ժողովրդի, այլ 2-3 հսկա ծրագրերի շահերի համար։ Նա բացահայտեց, թե ինչպես հայկական բեռնատարները, որոնք պետք է տեղափոխեին ապրանքներ Վրաստան, գողանում էին վրացի մաքսատների կողմից, եւ ոչ ոք չէր պատրաստ պաշտպանել հայ վարորդներին, որովհետեւ բարձրաստիճան պաշտոնյաները արդեն բաժանել էին գումարներն իրենց միջև։ Նա քննադատեց Ռուսաստանի ռազմակայանի գոյությունը հայկական հողում, ասելով, որ դրա դուրսբերումը կբերի երկրին միլիարդավոր օգուտներ, տարածքներից եւ տնտեսական ազատությունից։ Բայց ամենակարևորը, Օգանեսյանը մատնանշեց իշխանության հենքը, այն համակարգը, որտեղ մարդիկ որոշում են կայացնել ոչ թե հայրենիքի ապագայի, այլ իրենց պահպանման համար։ Որքան արժե մեկ զինվորի կյանքը։ Երբ դուք տեսնում եք թիվը 5500, դա թվում է պարզապես վիճակագրություն, բայց երբ յուրաքանչյուր այդ թվի ետևում կա 19 տարեկան երիտասարդ, որը երբեք չի վերադառնա տուն, դա դառնում է ոչ թե թիվ, այլ ողբերգություն։ Եվ երբ դուք իմանում եք, որ ձեր հարկերը, որոնք պետք է գնային նրա պաշտպանության համար, փոխարենը գնացին մեկ այլ մարդու ափսոսանքի անհրաժեշտության համար, մարմարել լոգարանները, արևելյան տոպիարներով այգիները, արևային վահանակներով ավտոմեքենաները, դուք սկսում եք հասկանալ այս զայրույթի պատճառը։ Հայաստանի զինվորական բյուջեն 2020 թվականին կազմում էր ընդամենը մի քանի միլիարդ դրամ, բայց երբ դուք հանում եք այն տոկոսը, որը կորել է ադմինիստրատիվ ծախսերում, ապա մնում է գումար, որը հազիվ բավարար է հին սարքավորումները պահպանելու համար։ Հենց այստեղ է մտնում Սմբատ Այվազյանը։ Նա որպես Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ ելույթ ունեցավ մի օր, երբ Օքանեսյանը եւ Դաշնակցությունը կազմակերպեցին միտինգ Երևանի կենտրոնում։ Այվազյանը կոչ արեց Օքանեսյանին գլուխը կորցրած հիմարության համար, ասելով, որ Դաշնակցության միտինգները խոչընդոտել են ռազմաճակատում զինվորների ուղարկմանը։ Բայց արդյոք սա էր ճշմարտությունը։ Թե սա էր պարզապես մեկ այլ փորձ շեղելու ուշադրությունը իրական խնդրից։ Որովհետև երբ դուք փակում եք ճանապարհները միտինգով, դա տևում է մի քանի ժամ։ Բայց երբ դուք փակում եք բանակի ֆինանսավորումը, հատկացնելով այն անձնական հաշիվներին, դա տևում է տարիներ եւ հետևանքները ունենում է ավելի խոր։ Կարող եք պատկերացնել զինվորը, որը գիշերով քնում է ծակում եւ լսում է հակառակորդի հրետանին, բայց իմանում է, որ իր հրամանատար գեներալը այդ պահին քնում է ոսկե գահավորակներով սենյակում։ Որքան է պահանջվում, որ մարդը պահպանի իր հավատարմությունը, գիտենալով այդ անարդարությունը։ Դա հենց այն զգացումն է, որ առաջացավ 2020 թվականի պատերազմից հետո, երբ զինվորների ընտանիքները սկսեցին հարցնել, ինչու էին նրանց զավակները մեկնում ռազմաճակատ հին բրոնեժիլետներով, որոնք արտադրվել էին դեռ խորհրդային միության ժամանակներում։ Ինչու էին սարքավորումները, որոնք պիտի լինեին նորագույններ, փոխարենը ամենահին մոդելները։ Եվ ամենակարևորը, ուր էին այն գումարները, որոնք հատկացվել էին բանակի արդիականացման համար։ Այստեղ մենք ծանոթանում ենք մեկ այլ կերպարի, պոլկովնիկ Արսեն Կազարյանին։ 2020 թվականի դեկտեմբերին, երբ պատերազմն արդեն ավարտվել էր եւ Արցախի մի մասը կորցվել էր, Կազարյանը մեկնեց 100 զինվորով դեպի Հին Տաղեր եւ Խծաբերդ։ Նա պարտականություն ուներ ստուգել այն տարածքները, որտեղ հարյուրավոր զինվորներ թողել էին իրենց դիրքերը։ Երբ նրան հարցրեցին, արդյոք զինվորները ապահովված էին բավարար սարքավորումներով, նա լռեց։ Այդ լռությունը բարբառում էր ավելի բարձրաձայն, քան ցանկացած խոստովանություն։ Որովհետև երբ մի պոլկովնիկ չի կարող պաշտպանել իր զինվորներին, դա նշանակում է, որ համակարգը արդեն խախտվել է։ Արդյոք դուք երբևէ մտածել եք, թե ինչպես են մահանում հույսերը։ Դրանք չեն մահանում բռնությունից կամ պատերազմից։ Դրանք մահանում են այն պահին, երբ մարդիկ հասկանում են, որ նրանց իշխանությունները չեն հոգում իրենց կյանքի մասին։ Երբ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը սպանվեցին 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Վագան Օքանեսյանը կանգնեց ազգային ժողովի ամբիոնից եւ ասաց. Հայաստանում տեղի ունեցավ հույսերի մահը։ Դա չէր պարզապես բանաստեղծական արտահայտություն, դա է ճշմարտությունը։ Քանի որ այդ երկու մարդիկ ներկայացնում էին մի տեսլական, որտեղ քաղաքականությունը կարող էր լինել ոչ թե ինքնագոհության գործիք, այլ ծառայություն հայրենիքին։ Բայց երբ նրանք անհետացան, համակարգը վերադարձավ իր նախկին ձևին, այն ձևին, որտեղ որոշումները կայացվում էին փակ դռների ետևում, եւ ժողովուրդը իմանում էր միայն այն, ինչ թույլատրվում էր նրանց իմանալ։ Եվ հիմա, երբ մենք նայում ենք վերադարձ այդ 18 ժամերին, երբ ահաբեկիչները պատանդ էին վերցրել խորհրդարանականներին եւ պահանջում էին հեռարձակել իրենց հայտարարությունները, մենք տեսնում ենք մի նկարագրային պատմություն քաղաքական համակարգի թուլությունների մասին։
Նաիրի Հունանյանը, ով ղեկավարեց հարձակումը, պահանջեց, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անձամբ բանակցի իր հետ, եւ Քոչարյանը եկավ։ 18 ժամ տևեց այդ բանակցությունը։ 18 ժամ, որի ընթացքում հայկական քաղաքականությունը կասեցվեց։ Բայց ինչպես մի երկիր կարող է ապահով լինել, երբ դրա առաջնորդները պատրաստ են բանակցել ահաբեկիչների հետ այնքան երկար, բայց երբեք չեն պատրաստ լսել սովորական քաղաքացիների դառնությունները։ Օքանեսյանը այդ օրը վկա եղավ մի իրականության, որը շարունակեց սպառել Հայաստանը հաջորդ տասնամյակների ընթացքում։ Նա տեսավ, թե ինչպես են իշխանությունները պահանջում մարդկանց համբերություն, բայց որբեք չեն տալիս պատասխանատվություն։ Նա տեսավ, թե ինչպես են միլիոնավոր դրամները անհետանում, խոստանալով բարեփոխումներ, որոնք երբեք չեն իրականանում։ Եվ երբ նա սկսեց խոսել այդ մասին, նրանք քննեցին, հետապնդեցին եւ վերջապես նույնիսկ բանտարկեցին 3 տարով տերորիզմի մեղադրանքով։ Բայց նա երբեք չդադարեց հարցնել, ինչու են գեներալները ապրում պալատներում, մինչդեռ զինվորները մեռնում են ծակերում։ Եկեք վերադառնանք այն տնտեսական իրականությանը, որը սահմանում է այս պատմության հիմքը։ Միջին հայկական զինվորը 2020 թվականին ստանում էր ամսական մոտավորապես 150,000 դրամ աշխատավարձ։ Դա հավասարվում է մոտավորապես $300։ Հիմա մտածեք, մի գեներալ, ով ծախսում է $3 միլիոն անձնական առանձնատան կառուցման համար, պետք է աշխատեր 10,000 ամիս կամ ավելի քան 800 տարի, որպեսզի հավաքի այդ գումարը իր պաշտոնական աշխատավարձից։ Հիմա ինչպես է հնարավոր, որ բանակում աշխատող մարդը կարողանում է վճարել այդ գումարը։ Պատասխանը բարդ չէ։ Երբ համակարգը թույլ է տալիս որոշակի պաշտոնատար անձանց մուտք գործել բյուջեներ առանց հաշվետվողականության, երբ գումարները հատկացվում են գաղտնի ծրագրերի համար, որոնք երբեք չեն հրապարակվում, երբ պայմանագրերը տրվում են հուսալի ընկերներին առանց մրցակցության, ապա դուք ունեք համակարգ, որտեղ հարստությունը կենտրոնանում է մի քանի ձեռքերում, մինչդեռ բանակը սովորական զինվորներից մնացածը հավիտենի պաշտոնական աշխատավարձով ապրում է։ Ամեն ինչ ստացվում է հետևյալ տարբերակով։ Բանակի բյուջենը տոկոսներով բացվում է նախագահի կողմից։ Դրանք ստանում են ներկայիս համակարգի հաշվարկի 50-ից 6-ի մեկ ամիս վտարար։ Բանակը սովորական զինվորը մնում է անապահով։ Կա մի պահ, որի մասին քիչ մարդիկ են խոսում, երբ Արսեն Կազարյանի զորամասը մեկնեց դեպի հյուսիս, դեպի Խծաբերդ։ Այդ ժամանակ 2021 թվականի հունվարին մի զինվոր, որի անունը չենք հրապարակի անվտանգության պատճառներով, տվեց հարցազրույց անկախ լրագրողներին։ Նա պատմեց, որ երբ նրանք ստացան պատվերներ մեկնել դիրք, նրանց տրվեցին բրոնեժիլետներ, որոնք արտադրվել էին դեռևս 1990-ականների սկզբին։ Երբ նրանք բացեցին պարկերը, շատերը տեսան, որ զրահային փեղկերը պատրված էին, իսկ մետաղական ներդիրները կոռոզիայի հետքեր ունեին։ Երբ նա հարցրեց իր հրամանատարին, ինչու են նրանց տալիս այդպիսի սարքավորումներ, պատասխանը եղավ. դա այն է, ինչ ունենք։ Եթե չես ուզում, կարող ես մնալ այստեղ։ Այդ զինվորը երբեք չվերադարձավ տուն։ Նա զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 30-ին, երբ հակառակորդի ազդակը ճեղքեց նրա հին զրահը եւ հասավ սրտին։ Նրա մայրը հետագայում գտավ այդ բրոնեժիլետը, պահված որպես ապացույց։ Երբ նա ցույց տվեց այն փորձագետներին, նրանք հաստատեցին, այդ զրահը չպետք է օգտագործվեր մարտական գործողությունների ժամանակ։ Դրա պաշտպանիչ հատկությունները արդեն նվազել էին ավելի քան 50%-ով։ Մայրը հարցրեց. արդյոք գիտեին, որ այդ զրահները անօգուտ էին։ Պատասխանը եղավ լռություն։ Բայց սա միայն մեկ պատմություն էր։ Կային տասնյակ այլ վկայություններ։ Մի բժիշկ, որը աշխատում էր դաշտային հիվանդանոցում, պատմեց, որ նրանց բժշկական պարագաների պակաս ուներ։ Երբ նա պահանջեց լրացուցիչ դեղամիջոցներ վիրավորների բուժման համար, նրան ասացին, որ բյուջեն սպառվել է։ Բայց ինչպես կարող է բյուջեն սպառվել, երբ պատերազմը սկսվել է միայն 1 ամիս առաջ։ Նա խուզարկեց փաստաթղթերը եւ տեսավ, որ գումարի մի մասը հատկացվել էր ադմինիստրատիվ ծախսերի համար, առանց մանրամասնության։ Երբ նա հարցրեց, ինչ են այդ ծախսերը, նրան խորհուրդ տվեցին չհարցնել։ Եվ ահա մենք հասնում ենք մի հարցի, որը երբեք չի ստացել պաշտոնական պատասխան։ Ինչ է նշանակում ադմինիստրատիվ ծախսեր զինվորական բյուջեում։ Այդ տերմինը օգտագործվում է համարյա յուրաքանչյուր հաշվետվությունում, բայց երբեք չի բացատրվում։ Եթե դուք ուսումնասիրեք հայկական պաշտպանության նախարարության բյուջեն 2019-ից 2020 թվականներին, կտեսնեք, որ ադմինիստրատիվ ծախսերը կազմում են մոտավորապես 15-ից 20% ամբողջ բյուջեի։ Այդ նշանակում է, որ եթե բյուջեն կազմում է $1 միլիարդ, ապա 200 միլիոնը գնում է ադմինիստրատիվ նպատակներով։ Բայց ո՞րն է այդ նպատակները։ Գրասենյակային կահույք, աշխատակիցների աշխատավարձեր, ճամփորդություններ եւ կոնֆերանսներ։ Բայց երբ դուք խորանում եք, դուք սկսում եք հարցնել, արդյոք իսկապես անհրաժեշտ է 200 միլիոն այդ բոլորի համար։
Վագան Օքանեսյանը հենց այս հարցերն էր տալիս ազգային ժողովում։ Նա պահանջում էր թափանցիկություն։ Նա պահանջում էր, որ յուրաքանչյուր դրամ հաշվետվվի։ Նա պահանջում էր, որ զինվորական բյուջեն լինի բաց հասարակության համար։ Բայց նրան պատասխանեցին հակահարձակումներով։ Նրան մեղադրեցին ազգի անվտանգությանը վնաս հասցնելու մեջ, խոսելով այդպիսի զգայուն թեմաների մասին։ Նրան ասացին, որ զինվորական բյուջեն պետք է մնա գաղտնի հակառակորդին չտեղեկացնելու համար երկրի ռազմական հնարավորությունների մասին։ Բայց ով է իրական հակառակորդը այստեղ։ Արդյոք դա այն երկիրն է, որի դեմ դուք պատերազմում եք, թե այն համակարգը, որը ստիպում է ձեր զինվորներին մարտնչել անարդար պայմաններում։ Կա մի փաստաթուղթ, որը արտահոսել է 2021 թվականին։ Այն պարունակում էր պայմանագրերի ցանկ, ամրագրված զինվորական սարքավորումների մատակարարման համար։ Մի պայմանագիր, որը կնքվել էր 2019 թվականին, նախատեսում էր $300,000 արժողությամբ հաղորդակցման համակարգերի մատակարարում։ Բայց երբ լրագրողները փորձեցին հետևել այդ պայմանագրին, նրանք բացահայտեցին, որ ընկերությունը, որը ստացել էր պատվերը, չուներ որևէ փորձ զինվորական տեխնիկայի արտադրության մեջ։ Ավելին, այդ ընկերության տնօրենը եղել է մի գեներալի եղբայրը։ Երբ նրանք փորձեցին հարցազրույց վերցնել տնօրենից, նա մերժեց պատասխանել։ Երբ նրանք դիմեցին պաշտպանության նախարարություն բացատրությունների համար, նրանց պատասխանեցին, որ պայմանագիրը կատարվել է համաձայն օրենքի։ Բայց ո՞ր օրենքի։ Եթե օրենքը թույլ է տալիս, որ մի գեներալի եղբայրը կարող է ստանալ պետական պայմանագրեր առանց մրցակցության, ապա խնդիրը ոչ թե անհատների մեջ է, այլ օրենքի մեջ։ Եվ եթե օրենքը այդպիսին է, ապա ով պատասխանատու է օրենքի ստեղծման համար։ Պատգամավորները։ Նույն մարդիկ, ովքեր ընտրվել են ժողովրդի կողմից, բայց որոնք հաճախ գործում են ոչ թե ժողովրդի, այլ սեփական շահերի համար։ Եվ հենց այստեղ է Վագան Օքանեսյանի դերը դառնում կարևոր։ Նա որպես դաշնակցության ղեկավար ներկայացնում էր այն ձայնը, որը պահանջում էր փոփոխություն, բայց ձայնը միայնակ էր, եւ միայնակ ձայները հաճախ խեղդվում են։ Երբ մենք խոսում ենք վկաների լռության մասին, մենք չենք խոսում միայն այն մարդկանց մասին, ովքեր տեսել են, բայց վախենում են խոսել։ Մենք խոսում ենք նաև այն համակարգի մասին, որը ստեղծում է այդ վախը։ Երբ զինվորը տեսնում է, որ նրա ընկերն է քննադատում բարձրաստիճան պաշտոնյային եւ հաջորդ օրը այդ զինվորը տեղորը տեղափոխվում է ամենավտանգավոր դիրք, ապա մյուս զինվորները սովորում են լռել։ Երբ բժիշկը բարձրաձայնում է բժշկական պարագաների պակասի մասին եւ հաջորդ շաբաթ նրան հեռացնում են աշխատանքից, ապա մյուս բժիշկները սովորում են ընդունել իրականությունը։ Երբ լրագրողը հրապարակում է հոդված կոռուպցիայի մասին եւ նրան մեղադրում են կեղծ լուրեր տարածելու մեջ, ապա մյուս լրագրողները սովորում են գրել միայն անվտանգ թեմաների մասին։ Բայց այս վախը ոչ միայն անհատների մեջ է, այն նաեւ հասարակության մեջ է։ Երբ մարդիկ սկսում են հավատալ, որ նրանք ոչինչ չեն կարող փոխել, երբ նրանք սկսում են ընդունել, որ կոռուպցիան անխուսափելի է, երբ նրանք սկսում են միտքը, որ բոլորը գողանում են, ուրեմն ինչու ես պետք է հոգամ, ապա համակարգը հաղթում է։ Եվ հենց դա է համակարգի ամենամեծ հաղթանակը, ոչ թե այն, որ նա գողանում է, այլ այն, որ նա դարձնում է մարդկանց այնքան հուսահատ, որ նրանք դադարում են պայքարել։ Կա մի պատմություն, որը երբեք չի պատմվել պաշտոնապես։ 2020 թվականի նոյեմբերի սկզբին, երբ պատերազմն արդեն ավարտվում էր, մի խումբ վիրավորված զինվորներ տեղափոխվեցին Երևանի զինվորական հիվանդանոց։ Նրանցից մեկը, երիտասարդ 19 տարեկան հրաձգային, ուներ լուրջ վերքեր, շարպերպի եւ ոտքի մեջ։ Երբ բժիշկները սկսեցին վիրահատությունը, նրանք բացահայտեցին ինչ-որ տարօրինակ բան։ Վերքերի մեջ, շարպերպի մեջ, խորը կային մետաղական բեկորներ, որոնք չէին նման սովորական ազդակների կտորների։ Այդ բեկորները ավելի մեծ էին, ավելի կոպիտ եւ ուներ ժանգոտի հետքեր։ Երբ բժիշկները հանեցին դրանք եւ ուղարկեցին վերլուծության, պարզվեց, որ դրանք մետաղի հատուկ տեսակ էին, որը օգտագործվում էր դեռևս 1970-ից մինչև 80-երորդ թվականներ արտադրված ռումբերում։ Բայց ինչու էր այդ կարևոր։ Որովհետև դա նշանակում էր, որ հայկական բանակը դեռևս օգտագործում էր հին զենքեր եւ զինամթերք, որոնք պետք է փոխարինվեին տասնամյակներ առաջ։ Բժիշկները գրեցին մանրամասն հաշվետվություն այդ դեպքի մասին եւ ուղարկեցին պաշտպանության նախարարություն, բայց պատասխան չեկավ։ Երբ նրանք կրկին հարցրեցին, նրանց ասացին, որ խնդիրը ուսումնասիրվում է։ 3 ամիս անց, երբ բժիշկներից մեկը հարցրեց նորից, նրան պատասխանեցին, որ հաշվետվությունը կորել է։ Ինչպես կարող է հաշվետվություն կորչել զինվորական հիվանդանոցում, որտեղ ամեն ինչ գրանցվում եւ պահպանվում է։ Պատասխանը պարզ է։ Երբ ինչ-որ մեկը չի ուզում, որ այդ տեղեկությունը հրապարակվի։ Բայց ինչու։ Ինչու պետք է թաքցնել, որ զինվորները մարտնչում են հին զենքերով։ Թերևս որովհետև եթե այդ տեղեկությունը դառնար հանրային, մարդիկ կսկսեին հարցնել,
Ինչ է տեղի ունեցել այն գումարների հետ, որոնք նախատեսված էին նոր զինամթերքի համար։ Կա ևս մեկ բժշկական գաղտնիք, որը սուր է։ 2021 թվականի մարտին մի անկախ լրագրող հարցազրույց վերցրեց մի փորձառու վիրաբույժից, ով աշխատել էր դաշտային հիվանդանոցում պատերազմի ամբողջ ընթացքում։ Վիրաբույժը, որի անունը նույնպես չենք հրապարակի, պատմեց, որ նրանք հաճախ ստիպված էին կատարեն վիրահատություններ առանց անզգայացման դեղամիջոցների։ Երբ նրան հարցրեցին ինչու, նա ասաց, որովհետև մենք չունեինք դրանք։ Երբ նրան հարցրեցին ինչու չունեին, նա ասաց, որովհետև պատվերները չէին տրվել ժամանակին։ Երբ նրան հարցրեցին ինչու պատվերները չէին տրվել ժամանակին, նա լռեց։ Այդ լռությունը ասում էր ամեն ինչ։ Երևակայեք, դուք զինվոր եք, դուք վիրավորվել եք մարտում։ Ձեզ բերում են դաշտային հիվանդանոց և բժիշկը պետք է վերցնի ազդակը ձեր մարմնից։ Բայց նա չունի անզգայացման դեղամիջոց։ Նա պետք է կատարի վիրահատությունը, մինչդեռ դուք լրիվ գիտակցությամբ եք։ Ապրեցեք այդ ցավը։ Այդ ոչ միայն ֆիզիկական ցավ է, այլ նաև հոգեբանական։ Այդ պահին դուք հասկանում եք, որ ձեր երկիրը չի արժևորում ձեզ բավականաչափ, որպեսզի ապահովի նույնիսկ հիմնական բժշկական խնամքը։ Բայց եկեք խորանանք թվերի մեջ։ Անզգայացման դեղամիջոցների միջին արժեքը միջազգային շուկայում կազմում է մոտավորապես $50 մեկ դեղաչափի համար։ Եթե դուք ունեք 200 վիրավոր զինվոր ամսական և նրանցից յուրաքանչյուրը պահանջում է 3 դեղաչափ միջինը, ապա դա ընդամենը $30,000 ամսական։ 2020 թվականի պատերազմը տևեց 44 օր։ Դա նշանակում է մոտավորապես 3 անգամ 30,000, 54 օր համար, կամ ընդամենը $50,000։ Բայց հիշեցեք, մի գեներալի պալատը արժե 3 միլիոն։ Դա նշանակում է, որ մեկ պալատ հավասար է 60 պատերազմների անզգայացման դեղամիջոցների։ Վագան Օքանեսյանը բարձրաձայնեց այս անբարոյականությունը։ Նա ելույթ ունեցավ ազգային ժողովում և ասաց. «Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր զինվորները տառապեն, մինչդեռ մեր գեներալները ապրում են շքեղության մեջ»։ Նրան պատասխանեցին քննադատությամբ։ Մի պաշտոնյա նրան մեղադրեց բանակի վարկը նվազեցնելու մեջ։ Բայց ինչ վարկ կարող է լինել, երբ ճշմարտությունը այդքան ցավոտ է։ Արդյոք վարկը պահպանելը նշանակում է ճշմարտությունը թաքցնել, թե վարկը ստանալու միակ ճանապարհը ճշմարտությունն է։ Կա ևս մի բժշկական փաստ, որը բացահայտվեց 2021 թվականին։ Մի խումբ հետազոտողներ ուսումնասիրեցին զոհված զինվորների բժշկական տվյալները։ Նրանք բացահայտեցին, որ զինվորներից մոտավորապես 30%-ը մահացել է ոչ թե անմիջապես մարտում, այլ հետո, վիրավորումներից, որոնք կարող էին բուժվել, եթե նրանք ստանային համապատասխան խնամք։ 30% 5500 զոհված զինվորներից նշանակում է մոտավորապես 1600 հոգի։ 1600 կյանք, որոնք կարող էին փրկվել։ 1600 ընտանիք, որոնք կարող էին չափրկվել այդ ցավից։ Բայց եկեք վերադառնանք Վագան Օքանեսյանի անձնական պատմությանը։ Նրա տատիկը փախել էր գենոցիդից, երկար ճանապարհով Գյումրի։ Նա պատմել էր նրան, թե ինչպես են նրանք քայլել շաբաթներով առանց բժշկական օգնության, և ինչպես շատ հիվանդներ մահացել են պարզապես վարակից, որոնք կարող էին բուժվել սովորական հակաբիոտիկներով։ Օքանեսյանը կրում էր այդ պատմությունը իր մեջ։ Եվ երբ նա տեսավ, որ նույն անբարոյականությունը կրկնվում է մեկ դար անց, զինվորներ, որոնք կարող էին փրկվել, մահանում են անհոգության պատճառով, նա չկարողացավ լռել։ Նա գիտեր, որ լռությունը նշանակում է համակրանք, և նա ընտրեց խոսել, նույնիսկ եթե դա նշանակում էր վտանգ իր համար։ 2019 թվականին մի գեներալ, որի անունը մենք չենք հրապարակի իրավական պատճառներով, կառուցեց առանձնատուն Երևանի Նոր Նորքի շրջանում։ Այդ տունը ուներ 6 հարկ, ներքին լողավազան, մարմարե սանդուղքներ և իտալական ձեռագործ սալեր։ Տեղական բնակիչները հիշում են, թե ինչպես շինարարությունը տևեց 3 տարի և ինչպես յուրաքանչյուր օր բեռնատարներ էին բերում նյութեր ներմուծված Եվրոպայից։ Երբ լրագրողները փորձեցին հարցնել գեներալին, ինչպես է նա կարողացել վճարել այդ տան համար, նա պատասխանեց. ընտանեկան խնայողություններ։ Երբ Վագան Օքանեսյանը լսեց այդ պատասխանը, նա որոշեց հաշվել։ Մի գեներալի պաշտոնական աշխատավարձը 2019 թվականին կազմում էր մոտավորապես 1 միլիոն դրամ ամսական, կամ $2,000։ 3 տարում դա կազմում է $72,000։ Բայց այդ տան գնահատված արժեքը, համաձայն անշարժ գույքի փորձագետների, կազմում էր մոտավորապես $3 միլիոն։ Նույնիսկ եթե գեներալը ոչինչ չէր ծախսում ուտելիքի, հագուստի, տրանսպորտի վրա 3 տարի, նա դեռ կարող էր հավաքել միայն 72,000։ Ուրեմն, որտեղից եկավ մնացած 2,928,000-ը։ Կա մի բան, որը քիչ մարդիկ են հասկանում իշխանության մասին։ Այն փոխում է մարդու ուղեղը։ Բառացիորեն։
Նեյրոբիոլոգիական հետազոտությունները ցույց են տվել, որ երբ մարդը ստանում է իշխանություն, նրա ուղեղի որոշակի հատվածներ սկսում են աշխատել այլ կերպ։ Պրեֆրոնտալ կեղևը, այն մասը, որը պատասխանատու է էմպաթիայի և սոցիալական գիտակցության համար, դանդաղում է։ Միևնույն ժամանակ հաճույքի կենտրոնները, դոպամինի համակարգը, ակտիվանում են ավելի ուժեղ։ Դա նշանակում է, որ իշխանությունը կարող է դարձնել մարդուն ավելի քիչ զգայուն ուրիշների տառապանքների նկատմամբ և ավելի կենտրոնացած սեփական հաճույքի վրա։ Երբ Վագան Օքանեսյանը նայում էր այն մարդկանց, ովքեր նստում էին ազգային ժողովի բարձր աթոռներին, նա տեսնում էր այդ փոփոխությունը։ Մարդիկ, ովքեր երբեմն եղել էին սովորական ուսուցիչներ, ինժեներներ, բժիշկներ, հանկարծ դարձել էին անմատչելի։ Նրանք սկսել էին խոսել այլ լեզվով, իշխանության լեզվով։ Այդ լեզուն լի էր աղոտ խոստումներով, քաղաքական ժարգոնով և, ամենակարևորը, հեռավորությամբ իրականությունից։ Երբ նրանք խոսում էին զինվորների մասին, դա ոչ թե կոնկրետ մարդիկ էին, Արամը Գյումրիից, Դավիթը Վանաձորից, Հայկը Երևանից, դա թվեր էին հաշվետվություններում։ Վիճակագրություն, ռեսուրսներ։ Բայց ինչու է այդպես տեղի ունենում։ Հոգեբանները բացատրում են մի երևույթ, որը կոչվում է իշխանության պարադոքս։ Երբ մարդը ստանում է իշխանություն, նա սկսում է հավատալ, որ իր հաջողությունը պայմանավորված է միայն իր սեփական ունակություններով, ոչ թե հանգամանքներով կամ այլ մարդկանց օգնությամբ։ Այդ հավատը ստեղծում է մի տեսակ իշխանության կուրություն, անկարողություն տեսնել իրականությունը այնպես, ինչպես այն է։ Եվ երբ այդ կուրությունը համատեղվում է համակարգի հետ, որը չի պահանջում հաշվետվողականություն, արդյունքը դառնում է աղետալի։ Վագան Օքանեսյանը բարձրաձայնեց այդ հարցը ազգային ժողովում 2020 թվականի փետրվարին։ Նա ասաց. «Մենք պահանջում ենք ուսումնասիրություն յուրաքանչյուր բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի ակտիվների մասին։ Մենք պետք է իմանանք, որտեղից են գալիս այդ գումարները»։ Նրան պատասխանեցին լռությամբ։ Ոչ մի պաշտոնյա չհամաձայնվեց քննարկել այդ թեման։ Ոչ մի հետաքննություն չսկսվեց։ Եվ երբ Օքանեսյանը շարունակեց պնդել, նրան սկսեցին մեղադրել բանակի վարկը նվազեցնելու մեջ։ Բայց իշխանության ֆիզիոլոգիան ոչ միայն անհատական է, այն նաև համակարգային է։ Երբ մի խումբ մարդիկ պահում են իշխանությունը երկար ժամանակ, նրանք ստեղծում են այն, ինչ սոցիոլոգները կոչում են իշխանության ցանց։ Այդ ցանցը բաղկացած է ընտանիքներից, ընկերներից, գործարար գործընկերներից, ովքեր բոլորը օգտվում են համակարգից։ Եվ երբ մեկը փորձում է քննադատել համակարգը, ամբողջ ցանցը միավորվում է պաշտպանելու համար։ Ոչ թե որովհետև նրանք հավատում են, որ համակարգը արդար է, այլ որովհետև նրանք գիտեն, որ եթե համակարգը փլուզվի, նրանք կորցնեն իրենց արտոնությունները։ Կա մի փաստաթուղթ, որը արտահոսել է 2021 թվականի ապրիլին։ Այն էլեկտրոնային նամակների շղթա էր, փոխանակված Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաների միջև։ Մի նամակում մի գեներալ գրում էր մեկ այլ գեներալին. «Մենք պետք է ապահովենք, որ Օգանեսյանի հարցերը չստանան պատասխան։ Եթե մենք սկսենք բացահայտել ֆինանսական տվյալները, ամբողջ համակարգը կարող է փլուզվել»։ Մեկ այլ նամակում նույն գեներալը գրում էր. «Մենք պետք է գտնենք ինչ-որ բան Օգանեսյանի անցյալից, որը կարող ենք օգտագործել նրա դեմ»։ Երբ այդ նամակները հրապարակվեցին, հասարակությունը ցնցվեց։ Բայց ավելի ցնցող էր այն, որ ոչ մի պաշտոնյա չպատժվեց։ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ նամակները կեղծ են, չնայած թվային փորձագետները հաստատեցին դրանց իսկությունը։ Եվ կյանքը շարունակվեց, կարծես ոչինչ չէր տեղի ունեցել։ Այդ պահին շատ մարդիկ հասկացան, համակարգը այնքան ուժեղ է, որ նույնիսկ ուղղակի ապացույցները չեն կարող այն փոխել։ Բայց Վագան Օքանեսյանը չդադարեց։ Նա գիտեր մի բան, որը շատերը չէին հասկանում. իշխանության ամենամեծ թուլությունը նրա ամբարտավանությունն է։ Երբ իշխանությունը հավատում է, որ անդառնալի է, այն դառնում է անզգույշ, և անզգույշ համակարգերը թողնում են հետքեր։ Օքանեսյանը սկսեց հավաքել այդ հետքերը, փաստաթղթեր, վկայություններ, ֆինանսական գրառումներ։ Նա գիտեր, որ մի օր այդ ապացույցները կարող են օգտագործվել։ Երևանի պետական արխիվի 3-րդ հարկում, սենյակ 317-ում, կա մի դասիչ, որը պիտակավորված է Պենե 1998-ից մինչև 2003 թվականները։ 2021 թվականի հունիսին, երբ մի խումբ լրագրողներ ստացան թույլտվություն ուսումնասիրել այդ արխիվը, դրանք բացահայտեցին ինչ-որ տարօրինակ բան։ Հաշվետվությունների մեջ կային էջեր, որոնք պարունակում էին ծախսերի ցանկեր, հատուկ ծրագրեր անվանմամբ։ Բայց այդ էջերի մեծ մասը բացակայում էր։ Արխիվի պահապանը, Տարեցկին անունով աստղիկ, պատմեց լրագրողներին. այդ էջերը հանվել են 2019 թվականին։ Եկավ մի մարդ պաշտոնական թղթով, որը թույլ էր տալիս նրան վերցնել որոշակի փաստաթղթեր։ Ես հարցրի ինչու, եւ նա ասաց ազգային անվտանգության պատճառներով։
Երբ լրագրողները հարցրին, արդյոք նա հիշում է այդ մարդու անունը, Աստղիկը ասաց. Ես չեմ կարող ասել, բայց ես կարող եմ ասել, որ նա ուներ զինվորական համազգեստ, գեներալի աստիճանով։ Բայց ինչու էր մեկը ուզում հանել այդ էջերը։ Պատասխանը կարելի է գտնել այն էջերում, որոնք մնացել են։ Մի էջում, որը թվագրված է 2001 թվականի մարտով, կա գրառում. հատուկ ծրագիր, A7, $3 միլիոն։ Բայց ոչ մի մանրամասնություն չկա, ինչ էր այդ ծրագիրը, ով էր պատասխանատու, կամ ինչի համար էր ծախսվել գումարը։ Մեկ այլ էջում թվագրված 2002 թվականի հոկտեմբերով կա գրառում. հատուկ ծրագիր, B12, $5 միլիոն։ Նորից, ոչ մի մանրամասնություն։ Երբ լրագրողները փորձեցին գտնել տեղեկություններ այդ հատուկ ծրագրերի մասին, նրանք հանդիպեցին պատի։ Պաշտպանության նախարարությունը մերժեց տրամադրել ցանկացած տեղեկություն, ասելով, որ դրանք դասակարգված են։ Բայց ինչպես կարող է ծրագիր, որը ավարտվել է 20 տարի առաջ, դեռևս լինել դասակարգված։ Միակ բացատրությունը այդ ծրագրերը երբեք չեն եղել իրական զինվորական ծրագրեր։ Դրանք եղել են ծածկոցներ, գումարներ փոխանցելու համար անձնական հաշիվներին։ Վագան Օքանեսյանը ուսումնասիրեց այդ արխիվները 2021 թվականի ամռանը։ Նա անցկացրեց շաբաթներ, նստելով այդ մութ սենյակում, կարդալով հազարավոր էջեր։ Եվ նա բացահայտեց մի օրինաչափություն։ Յուրաքանչյուր անգամ, երբ հատուկ ծրագիր հայտնվում էր հաշվետվություններում, մի քանի ամիս անց հայտնվում էր նոր շենք կամ ընկերություն, որը պատկանում էր բարձրաստիճան զինվորական պաշտոնյայի ընտանիքի անդամին։ Օրինակ, 2001 թվականի ապրիլին, երբ հատուկ ծրագիր A7-ը ստացավ $3 միլիոն, մի գեներալի որդին գրանցեց շինարարական ընկերություն։ 6 ամիս անց այդ ընկերությունը ստացավ պետական պայմանագիր, կառուցելով զինվորական բազայի նոր շենքը։ Օքանեսյանը ստեղծեց մանրամասն աղյուսակ, կապելով հատուկ ծրագրերը նոր ընկերությունների և անշարժ գույքի հետ։ Այդ աղյուսակը ցույց էր տալիս հստակ օրինաչափություն։ Գումարները հոսում էին պաշտպանության նախարարությունից դեպի հատուկ ծրագրեր և հետո հայտնվում էին որպես անձնական հարստություն։ Երբ նա ներկայացրեց այդ աղյուսակը ազգային ժողովում, արձագանքը եղավ լռություն։ Ոչ մի պատգամավոր չհարցրեց հարցեր, ոչ մի լրատվամիջոց չհրապարակեց պատմությունը։ Կարծես ամբողջ համակարգը համաձայնել էր անտեսել այդ ապացույցները։ Բայց արխիվները պարունակում էին ավելին, քան ֆինանսական հաշվետվություններ։ Կային նաև նամակներ, փոխանակված պաշտոնյաների միջև։ Մի նամակում, թվագրված 2002 թվականի դեկտեմբերով, մի գեներալ գրում էր պաշտպանության նախարարին. Մենք պետք է ավելացնենք հատուկ ծրագրերի բյուջեն։ Ներկայիս գումարները բավարար չեն մեր կարիքների համար։ Մեկ այլ նամակում, թվագրված 2003 թվականի փետրվարով, նույն գեներալը գրում էր. Շնորհակալություն լրացուցիչ 5 միլիոնի համար։ Մենք կապահովենք, որ ոչ մի հետք չմնա։ Այդ նամակները ապացուցում էին, որ հատուկ ծրագրերը ոչ թե պատահական սխալներ էին, այլ համակարգված ծրագիր, գումարներ հափշտակելու համար։ Բայց ամենացնցող մասը եղավ այն, որ այդ նամակները ստորագրված էին մարդկանց կողմից, ովքեր դեռևս զբաղեցնում էին բարձր պաշտոններ 2021 թվականին։ Դա նշանակում էր, որ համակարգը շարունակում էր գործել նույն մարդկանց հետ, նույն մեթոդներով։ Վագան Օքանեսյանը պատճենեց այդ նամակները և ուղարկեց դատախազությանը։ Նա պահանջեց քրեական հետաքննություն։ Բայց 2 ամիս անց դատախազությունը պատասխանեց. բավարար ապացույցներ չկան հետաքննություն սկսելու համար։ Երբ Օքանեսյանը հարցրեց, ինչպես կարող են ստորագրված նամակները չլինել բավարար ապացույց, նրան ասացին. այդ նամակները կարող են լինել կեղծ։ Բայց թվային փորձագետները արդեն հաստատել էին դրանց իսկությունը։ Այստեղ մենք տեսնում ենք իշխանության ֆիզիոլոգիայի ամենախորը դրսևորումը։ Համակարգը պաշտպանում է ինքն իրեն։ Երբ ապացույցները այնքան հստակ են, որ անտեսել դրանք անհնար է, համակարգը փոխում է իրականությունը։ Այն հայտարարում է, որ ապացույցները կեղծ են, կամ անբավարար, կամ անվերաբեր։ Եվ քանի որ համակարգը վերահսկում է դատարանները, ոստիկանությունը, լրատվամիջոցները, այն կարող է պահպանել այդ սուտը անորոշ ժամանակ։ Բայց արխիվները պարունակում էին ևս մեկ գաղտնիք՝ մի փաստաթուղթ, որը կարող էր փոխել ամեն ինչ։ Այն էր ներքին հաշվետվություն, գրված 2003 թվականի մարտին, Պաշտպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից։ Այդ հաշվետվությունը մանրամասն նկարագրում էր, թե ինչպես հատուկ ծրագրերը օգտագործվում էին գումարներ հափշտակելու համար։ Այն անվանում էր կոնկրետ անուններ, կոնկրետ գումարներ, գումարներ, կոնկրետ ամսաթվեր։ Եվ այն եզրակացնում էր. մենք գնահատում ենք, որ ընդհանուր կորուստը կազմում է մոտավորապես $500 միլիոն 5 տարվա ընթացքում։ $500 միլիոն։
Այդ գումարը հավասար էր ամբողջ հայկական բանակի բյուջեին 2 տարվա համար։ Այդ գումարը կարող էր գնել 50,000 նոր բրոնեժիլետ, 1000 անօդաչու, 100 տանկ։ Այդ գումարը կարող էր փոխել 2020 թվականի պատերազմի արդյունքը։ Բայց փոխարենը այն գնաց պալատներ, շքեղ ավտոմեքենաներ, արտասահմանյան բանկային հաշիվներ։ Երբ Վագան Օքանեսյանը գտավ այդ հաշվետվությունը, նա գիտեր, որ պահել է ամենակարևոր ապացույցը։ Բայց նա նաև գիտեր, որ այդ ապացույցը դարձնում էր նրան թիրախ։ Նա պատճենեց հաշվետվությունը և թաքցրեց տարբեր վայրերում, մի օրինակը տվեց վստահելի ընկերոջը, մեկը իր փաստաբանին, մեկը անկախ լրագրողին։ Նա գիտեր, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, այդ փաստաթուղթը պետք է գոյատևի։ Կա մի պահ յուրաքանչյուր պատմության մեջ, երբ բոլոր թելերը միավորվում են։ Երբ դուք հանկարծ տեսնում ես, որ բոլոր փոքր դեպքերը, կորած փաստաթղթերը, լռող վկաները, թաքնված գումարները, բոլորը մասեր են մեկ մեծ նախագծի։ Եվ այդ նախագծի կենտրոնում կանգնած է մի մարդ։ Ոչ թե մի համակարգ, ոչ թե մի աբստրակտ ուժ, այլ կոնկրետ անձ, մարմնով ու արյունով, որը կայացրել է որոշումներ, որոնք արժեցին հազարավոր կյանքեր։ 2021 թվականի սեպտեմբերին Վագան Օքանեսյանը նստած էր իր աշխատասենյակում, շրջապատված փաստաթղթերի լեռներով։ Նրա առջև էր տարածված այն, ինչ նա անվանում էր համակարգի քարտեզ։ Դա չէր պարզապես անունների ցանկ կամ ֆինանսական գրառումներ։ Դա էր ամբողջ մեխանիզմի անատոմիան, ցույց տալով, թե ինչպես են գումարները հոսում պաշտպանության նախարարությունից դեպի հատուկ ծրագրեր, հետո դեպի կեղտ ընկերություններ և վերջապես դեպի անձնական հաշիվներ։ Բայց այդ օրը նա բացահայտեց ինչ-որ նոր բան, մի օղակ, որը կապում էր ամեն ինչ։ Այդ օղակը մի մարդ էր, գեներալ, որի անունը մենք կանվանենք Գ.Ա. Գ.Ան եղել է Պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության ղեկավարը 1998-ից մինչև 2005 թվականները։ Այդ 7 տարիների ընթացքում յուրաքանչյուր հատուկ ծրագիր, յուրաքանչյուր կասկածելի պայմանագիր, յուրաքանչյուր անհայտացած միլիոն, բոլորը անցել էին նրա գրասենյակի միջով։ Օքանեսյանը սկսեց հետևել Գ.Այի կենսագրությանը։ Նա ծնվել էր 1958 թվականին Երևանում, սովորական ընտանիքում։ Նրա հայրը եղել է ինժեներ, մայրը ուսուցչուհի։ Նա ավարտել էր զինվորական ակադեմիան 1980 թվականին և սկսել ծառայությունը որպես պարզ լեյտենանտ։ Բայց 1990-ականների սկզբին, երբ Հայաստանը դարձավ անկախ և խորհրդային համակարգը փլուզվեց, Գ.Ան հանկարծ սկսեց արագ բարձրանալ։ 1992-ին մայոր, 1995-ին փոխգնդապետ, 1998-ին գեներալ և ֆինանսական վարչության ղեկավար։ Ինչպես կարող էր մի մարդ, ով չուներ ֆինանսական կրթություն, ով երբեք չէր աշխատել բանկում կամ տնտեսական ոլորտում, հանկարծ դառնալ պատասխանատու ամբողջ բանակի բյուջեի համար։ Օքանեսյանը գտավ պատասխանը մի հին հարցազրույցում, որը Գ.Ան տվել էր 1999 թվականին։ Այնտեղ նա ասում էր. «Ես ունեմ հատուկ հարաբերություններ մարդկանց հետ, ովքեր կարևոր են այս երկրի համար»։ Այդ հատուկ հարաբերությունները նշանակում էին, որ Գ.Ան եղել է մի մարդ, ով գիտեր, թե ինչպես աշխատել համակարգի ներսում, ոչ թե փոխելով այն, այլ օգտագործելով այն։ Օքանեսյանը հետագայում բացահայտեց, որ Գ.Անի եղբայրը եղել է բարձրաստիճան պաշտոնյա նախագահի վարչակազմում։ Նրա քեռին խոշոր բիզնեսմեն, ով ուներ պայմանագրեր պաշտպանության նախարարության հետ։ Նրա զարմուհին մդատավոր։ Ամբողջ ընտանիքը եղել է կապված իշխանության ցանցի հետ։ Եվ Գ.Ան օգտագործել էր այդ կապերը, ստեղծելու համակարգ, որտեղ նա կարող էր վերահսկել գումարների հոսքը առանց հաշվետվողականության։ Բայց ինչպես աշխատում էր այդ համակարգը կոնկրետ։ Օգանեսյանը վերականգնեց մեխանիզմը հիմնվելով փաստաթղթերի և վկայությունների վրա։ Ահա քայլերը։ Առաջին՝ կեղծ ծրագրի ստեղծում։ Գ.Ան ստեղծում էր հատուկ ծրագիր, անորոշ անվանմամբ, ինչպես ծրագիր A7 կամ ծրագիր B12։ Այդ ծրագրերը ներկայացվում էին որպես դասակարգված զինվորական նախաձեռնություններ, ինչը նշանակում էր, որ ոչ ոք չկարող էր հարցնել մանրամասնություններ։ Երկրորդ՝ բյուջեի հաստատում։ Գ.Ան ներկայացնում էր ծրագիրը պաշտպանության նախարարին, ով հաստատում էր բյուջեն, հաճախ առանց կարդալու մանրամասնությունները։ Քանի որ ծրագիրը դասակարգված էր, նախարարը ենթադրում էր, որ այն իրական զինվորական անհրաժեշտություն է։ Երրորդ՝ գումարի փոխանցում։ Գումարը փոխանցվում էր ծրագրի հաշվին, բայց այդ հաշիվը իրականում պատկանում էր կեղծ ընկերությանը, որը գրանցված էր Գ.Այի ընտանիքի անդամի անունով։ Չորրորդ՝ կեղծ ծառայությունների ստեղծում։ Կեղծ ընկերությունը մատակարարում էր ծառայություններ կամ մններ կամ ապրանքներ բանակին,
բայց այդ ծառայությունները երբեք չէին իրականացվում կամ ապրանքները երբեք չէին մատակարարվում։ Փոխարենը ստեղծվում էին կեղծ փաստաթղթեր, ապացուցելու, որ աշխատանքը կատարվել է։ 5. Գումարի բաշխում։ Գումարը բաժանվում էր ԳԱ եւ նրա ցանցի միջև։ Մի մասը մնում էր Հայաստանում, գնելու անշարժ գույք։ Մեկ այլ մասը փոխանցվում էր արտասահմանյան բանկային հաշիվներին։ Այս 5 քայլերը կրկնվում էին տասնյակ անգամներ, տարբեր ծրագրերով, տարբեր գումարներով, եւ յուրաքանչյուր անգամ համակարգը դառնում էր ավելի կատարյալ, ավելի դժվար հայտնաբերելի։ Մինչև 2003 թվականը, երբ ներքին աուդիտի բաժինը բացահայտեց այն, Գոան արդեն հափշտակել էր մոտավորապես $500 միլիոն։ Բայց ահա հարցը. ինչու ոչ ոք չկանգնեցրեց նրան։ Պատասխանը կայանում է համակարգի բնույթի մեջ։ Գոան չէր աշխատում միայնակ։ Նա ուներ գործընկերներ յուրաքանչյուր մակարդակում՝ Պաշտպանության նախարարությունում, Ֆինանսների նախարարությունում, Թյունում, Դատախազությունում, նույնիսկ նախագահի վարչակազմում։ Յուրաքանչյուր այդ մարդիկ ստանում էին իրենց բաժինը, եւ քանի որ բոլորը ներգրավված էին, ոչ ոք չուներ շահ բացահայտել համակարգը։ Օքանեսյանը հասկացավ, որ նա ոչ թե պարզապես գող էր, նա էր ճարտարապետ։ Մի համակարգի, որը թույլ էր տալիս տասնյակ մարդկանց գողանալ միաժամանակ։ Եվ այդ համակարգը այնքան ինտեգրված էր պետական կառույցների մեջ, որ ոչնչացնել այն նշանակում էր ոչնչացնել ամբողջ կառույցը։ 2021 թվականի նոյեմբերի 12-ին Վագան Օքանեսյանը կազմակերպեց մամուլի ասուլիս։ Նա հրավիրեց բոլոր հայկական եւ միջազգային լրատվամիջոցները։ Այդ օրը նա պատրաստվում էր հրապարակել ամեն ինչ՝ փաստաթղթերը, անունները, գումարները։ Նա գիտեր, որ դա կարող էր լինել նրա քաղաքական կարիերայի վերջը, կամ նույնիսկ ավելի վատը։ Բայց նա նաև գիտեր, որ եթե նա չխոսի հիմա, ոչ ոք երբեք չի խոսի։ Մամուլի ասուլիսը սկսվեց ժամը 12-ին։ Սենյակը լի էր լրագրողներով, տեսախցիկներով, միկրոֆոններով։ Օքանեսյանը կանգնեց ամբիոնի մոտ եւ սկսեց խոսել։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց հստակ։ Հարգելի լրագրողներ, հարգելի հայրենակիցներ, այսօր ես պատրաստվում եմ ձեզ պատմել մի պատմություն, որը շատերը չեն ուզում լսել։ Բայց դա պատմություն է, որը պետք է պատմվի, որովհետև այն վերաբերում է մեր բոլորին։ Վերաբերում է այն զինվորներին, ովքեր մեռան պաշտպանելով մեր հայրենիքը, վերաբերում է այն ընտանիքներին, ովքեր կորցրին իրենց սիրելիներին, եւ վերաբերում է մեզ, որպես ազգ, որը պետք է որոշի, ինչպիսի երկրում ենք ուզում ապրել։ Նա դադարեց, թողնելով, որ նրա խոսքերը ներծծվեն։ Հետո նա շարունակեց. Վերջին 2 տարիների ընթացքում ես հետազոտել եմ, թե ինչ է տեղի ունեցել մեր բանակի բյուջեի հետ։ Ես ուսումնասիրել եմ հազարավոր փաստաթղթեր, հարցազրույցներ վերցրել տասնյակ վկաներից եւ համագործակցել անկախ փորձագետների հետ։ Եվ այն, ինչ ես բացահայտել եմ, ցնցող է։ Նա բարձրացրեց մի թղթի փաթեթ։ Այս փաստաթղթերը ապացուցում են, որ 1990-ից մինչև 2005 թվականները մոտավորապես $500 միլիոն անհետացել է Պաշտպանության նախարարության բյուջեից։ Այդ գումարը չի գնացել զինվորների պաշտպանության համար։ Այն չի գնացել նացել նոր զենքի համար։ Այն գնացել է անձնական հարստության համար։ Մի փոքր խմբի մարդկանց, ովքեր օգտագործել են իրենց պաշտոնները հափշտակելու ժողովրդի գումարները։ Սենյակում լռություն էր։ Լրագրողները գրում էին արագ, տեսախցիկները ֆիքսում էին յուրաքանչյուր խոսք։ Ես այսօր անվանում եմ անուններ։ Ես անվանում եմ գեներալ Գ.A.-ին, ով եղել է Պաշտպանության նախարարության ֆինանսական վարչության ղեկավարը։ Ես անվանում եմ նրա եղբորը, ով օգտագործել է իր դիրքը նախագահի վարչակազմում, պաշտպանելու այդ համակարգը։ Ես անվանում եմ տասնյակ այլ մարդկանց, ովքեր մասնակցել են այդ գողությանը։ Նա դադարեց նորից, նայելով ուղղակիորեն տեսախցիկներին։ Բայց ես նաև ասում եմ, սա ոչ միայն անհատների մեղքն է, սա համակարգի մեղքն է։ Համակարգի, որը թույլ է տալիս այդպիսի բաները տեղի ունենան։ Համակարգի, որը չի պահանջում հաշվետվողականություն։ Համակարգի, որը պաշտպանում է իր սեփական անդամներին, նույնիսկ երբ նրանք գողանում են։ Նա բարձրացվեց մեկ այլ փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը ներքին աուդիտի հաշվետվություն է, գրված 2003 թվականին։ Այն հստակ նկարագրում է, թե ինչպես է գումարը հափշտակվել։ Այն անվանում է անուններ, գումարներ, ամսաթվեր։ Բայց այդ հաշվետվությունը երբեք չի հրապարակվել, այն թաքցվել է արխիվներում։ Եվ երբ ես փորձեցի բարձրաձայնել այդ մասին, ինձ ասացին լռել։ Նրա ձայնը դարձավ ավելի ուժեղ։ Բայց ես չեմ լռի։ Ես չեմ կարող լռել, երբ գիտեմ, որ մեր զինվորները մեռան, որովհետև նրանք չունեին համապատասխան սարքավորումներ։ Ես չեմ կարող լռել, երբ գիտեմ, որ այդ սարքավորումները կարող էին գնվել այն գումարներով, որոնք գողացվեցին։ Ես չեմ կարող լռել, երբ գիտեմ, որ մեկ գեներալի պալատը հավասար է 1000 զինվորի կյանքին։
Նա դադար արեց, թողնելով, որ այդ վերջին նախադասությունը հնչի սենյակում։ Այսօր ես պահանջում եմ քրեական հետաքննություն։ Ես պահանջում եմ, որ յուրաքանչյուր անձ, ով մասնակցել է այդ գողությանը, պատասխանատվության ենթարկվի։ Ես պահանջում եմ, որ գողացված գումարները վերադարձվեն պետությանը եւ օգտագործվեն բանակի ուժեղացման համար։ Եվ ես պահանջում եմ, որ մենք փոխենք համակարգը, այնպես, որ այդպիսի բաները երբեք չկրկնվեն։ Նա ավարտեց իր ելույթը։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Ես պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Սենյակը պայթեց հարցերով։ Լրագրողները բարձրացնում էին ձեռքերը, գոչում էին։ Օքանեսյանը պատասխանեց յուրաքանչյուր հարցի, հանգիստ, փաստերով, առանց էմոցիաների։ Նա գիտեր, որ յուրաքանչյուր նրա խոսք կգրանցվի, կվերլուծվի, կօգտագործվի նրա դեմ, բայց նա նաև գիտեր, որ ճշմարտությունը ավելի ուժեղ է, քան ցանկացած սպառնալիք։ Մամուլի ասուլիսը տևեց 3 ժամ։ Երբ այն ավարտվեց, Օքանեսյանը գիտեր, որ նա անցել էր այն կետը, որտեղից հետ դառնալ անհնար էր։ Նա սկսել էր պատերազմ համակարգի դեմ, եւ այդ պատերազմը կլիներ դաժան։ Մամուլի ասուլիսից հետո 36 ժամ անց Վագան Օքանեսյանին կանչեցին դատախազություն։ Նրան ասացին, որ նա մեղադրվում է կեղծ տեղեկատվություն տարածելու եւ պետական գաղտնիքներ բացահայտելու մեջ։ Երբ նա հարցրեց, որտեղ է նա հարցրեց, որ տեղեկատվությունը կեղծ է, նրան չպատասխանեցին։ Երբ նա հարցրեց, որ գաղտնիքները նա բացահայտել է, նրան ասացին, դա դասակարգված է։ Օքանեսյանը հասկացավ, որ սա համակարգի հարվածն է։ Նրանք չէին կարող հերքել նրա փաստերը, ուստի նրանք փորձում էին ոչնչացնել նրան անձամբ։ Բայց նա պատրաստ էր։ Նա արդեն տվել էր բոլոր փաստաթղթերը իր փաստաբանին, պատճենները ուղարկել էր միջազգային մարդու իրավունքների կազմակերպություններին եւ ապահովել էր, որ եթե ինչ-որ բան պատահի իրեն, ամեն ինչ հրապարակվի։ Բայց համակարգը ուներ ավելի շատ գործիքներ։ Հաջորդ օրը պետական հեռուստաալիքը հեռարձակեց հատուկ հաղորդում Օքանեսյանի մասին։ Այնտեղ նրան մեղադրեցին արտասահմանյան գործակալների հետ համագործակցելու մեջ։ Ասացին, որ նա ստանում է գումար Հայաստանի վարկը նվազեցնելու համար։ Ցույց տվեցին փորձագետների, ովքեր ասացին, որ Օքանեսյանի ապացույցները կեղծ են։ Օքանեսյանը նայում էր այդ հաղորդումը եւ զարմանում էր, ոչ թե այն սուտերի քանակից, այլ այն համակարգվածությունից, որով դրանք ներկայացվում էին։ Յուրաքանչյուր նախադասություն, յուրաքանչյուր պնդում, յուրաքանչյուր փորձագետի կարծիք, բոլորը նախագծված էին մեկ նպատակի համար՝ ոչնչացնել նրա վարկը։ Բայց ամենավտանգավորը եկավ 3 օր անց։ Օքանեսյանի տունը հարձակվեց անհայտ-նահայտ մարդկանց կողմից։ Նրանք կոտրեցին պատուհանները, ավերեցին կահույքը եւ թողեցին նամակ. «Դադարիր, կամ հաջորդ անգամ կլինի ավելի վատ»։ Օքանեսյանը զեկուցեց ոստիկանությանը, բայց հետաքննությունը չգտավ ոչ մի կասկածյալ։ Այդ պահին շատ մարդիկ կհրաժարվեին։ Շատերը կասեին, ես փորձեցի, բայց համակարգը չափազանց ուժեղ է։ Բայց Օքանեսյանը չհրաժարվեց։ Նա հիշեց իր տատիկի պատմությունը, ինչպես նա քայլեց գենոցիդից փախչելիս, ինչպես նա կորցրեց իր երեխաներին, բայց երբեք չկորցրեց իր արժանապատվությունը։ Նա հիշեց Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դեմքերը, այն օրը խորհրդարանում, երբ նրանք սպանվեցին, պաշտպանելով իրենց համոզմունքները։ Նա հիշեց բոլոր այն զինվորների անունները, ովքեր մեռան 2020 թվականի պատերազմում, հին զրահներով եւ անբավարար սարքավորումներով։ Եվ նա որոշեց շարունակել, որովհետեւ եթե նա դադարեր այժմ, այդ ամենը, բոլոր այդ զոհերը, բոլոր այդ ցավերը, բոլոր այդ ճշմարտությունները կդառնային անիմաստ, եւ համակարգը կհաղթեր նորից։ Բայց նա չէր կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա, ոչ իր սերնդի համար, ոչ իր երկրի համար, ոչ այն հազարավոր մարդկանց չգիտենալով, որ նրանց սիրելիները մեռան ոչ թե պատերազմում, այլ մեկ այլ մարդու անբարոյականության պատճառով։